Ես կուզեի ընդգծել, որ այս որոշումը նաև ինստիտուցիոնալ շատ կարևոր նշանակություն ունի եւ բոլորովին պատահական չի, որ պարոն Հայրապետյանը նկարագրեց, թե ինչպես պիտի դիմեն եւ արդեն իսկ դիմելու գործընթացից ակնհայտ էր, որ մենք մեր ընդհանուր համակարգում ենք դիմելու առանձին հնարավորություն բացում, որով նաև հնարավորություն ենք ստանալու ունենալ գիտության եւ գիտական հետազոտությունների ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն։ Պետք է ասեմ, որ մինչև այս պահը մեր կողմից վարվող վիճակագրությունը վերաբերում է պետության ֆինանսավորմամբ իրականացնող աշխատանքների ծավալին, սակայն սա ամենևին էլ չի տալիս ամբողջական պատկեր եւ սա հնարավորություն է տալիս նաեւ այս ոլորտի մասին ամբողջական պատկերացում ունենալ եւ սա շատ կարեւոր եմ համարում։ Երկրորդը սա նշանակում է, որ գիտությունը պետությունը դիտում է ոչ միայն իբրև պետության կողմից ֆինանսավորման ենթակա ոլորտ, այլ նաեւ մի ոլորտ, որտեղ մասնավորը նույնպես կարող է եւ պետք է ներդրումներ անի, եւ սա հատկապես կարեւոր եմ համարում ընդգծել, որովհետեւ ամբողջ աշխարհում գիտությունը չի ֆինանսավորվում միայն պետության կողմից եւ այդ ակնկալիքը ինքնին հակասում է գիտության զարգացման ընդհանուր տրամաբանությանը եւ այսպիսի խթաններ ներդնելով մենք նաեւ համակարգային տրամաբանություն փոխելու ճանապարհով ենք գնում եւ երրորդը ինչ կուզեմ ասել, մենք հաճախ ենք խոսում գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման մասին եւ նշում ենք, որ 18-ից մինչեւ հիմա 280%-ով ավելացել է գիտության ֆինանսավորումը, բայց այս խողովակով նույնպես կարծում եմ, որ մենք գիտության ֆինանսավորումը ավելացնում ենք, որտեղ իրականում հնարավորություն ստեղծելով այս պայմաններում աշխատել եւ պրոդուկտ ստեղծել, մենք սա նույնպես այս ոլորտում ներդրում ենք անում եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի նաեւ, որ մեր հետագա խոսույթում խոսելով գիտության ֆինանսավորման մասին, այս կտորը նույնպես դիտարկենք իբրև դրա մի մաս։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։